Բարև։ Ամենաարագ ու կարևոր փոփոխությունները մարդկային ուղեղում տեղի են ունենում մինչև ծնվելն ու ծնվելուց անմիջապես հետո։ Քեմբրիջի համալսարանի գիտնականներն առաջին անգամ կարողացել են առանց ընդհատումների հետևել մարդկային ուղեղի աճին, հղիության կեսից մինչև կյանքի առաջին ամիսը։ Նախկինում պտղի եւ նորածնի ուղեղի զարգացման պրոցեսներն ուսումնասիրվում էին առանձին, իսկ այդ պրոցեսների միջև մնում էր կրիտիկական ընդմիջում, երբ ուղեղը բառացի վերակառուցվում է նոր իրականության արգանդից դուրս կյանքի համար։ Այս կույր գոտին փակելու համար հետազոտողները դիմել են պերինատալ մագնիսառեզոնանսային շերտագրության աշխարհում խոշորագույն տվյալների բազային Developing Human Connectome Project նախագծին։ Գրեթե 800 պատկերի միջոցով հնարավոր է եղել տեսնել ուղեղի զարգացումը որպես միասնական անընդհատ պրոցես առանց որևիցե ընդմիջման։ Առաջին ինչ աչքի է ընկել այն է, որ ուղեղի տարբերություններն արական եւ իգական սեռի մարդկանց մոտ ի հայտ են գալիս զարմանալիորեն վաղ շրջանում։ Արդեն հղիության կեսերին արական սեռի պտղի ուղեղը միջինում ավելի արագ է աճում եւ ունենում է ավելի մեծ ընդհանուր ծավալ, քան իգական սեռի պտղի ուղեղը նույն ժամկետներում։ Խոսքն ավելի լավ կամ ավելի վատի մասին չէ, այլ զարգացման տարբեր հետագծերի, որոնք սահմանվում են ծնվելուց շատ առաջ։ Սակայն շատ ավելի հետաքրքիր է այն, թե կոնկրետ ինչպես է աճում ուղեղը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուղեղի տարբեր հյուսվածքներ զարգանում են ոչ միաժամանակ։ Հղիության կեսին ուղեղի աճի մեջ հիմնական ներդրումն այսպես կոչված սպիտակ նյութինն է, որը կարելի է պատկերացնել որպես ուղեղի տարբեր հատվածները միմյանց կապող հաղորդիչների համակարգ։ Սա նման է մալուխների մոնտաժմանը։ Սկզբում անհրաժեշտ է միացնել հանգույցները, մինչև տեղեկատվության բարդ մշակումը սկսելը։ Իսկ ահա ծննդաբերությունից առաջ եւ դրան հաջորդող առաջին շաբաթներին առաջնային դեր է ստանում մոխրագույն նյութը, հենց այն է պատասխանատու մտածողության, ընկալման եւ որոշումների կայացման համար։ Ուղեղը կարծես սկզբում հավաքում է ենթակառուցվածքները, հետո նոր սկսում տեղադրել ծրագրային ապահովումը։ Կա եւս մի կարևոր հանգամանք՝ ուղեղի խորը ստրուկտուրաները, նշաձև մարմինը, ուղեղիկն ու թալամուսը աճի արագության գագաթնակետին հասնում են ավելի վաղ, քան մեծ կիսագնդերի կեղևը։ Սա տրամաբանական է, սկզբում ձևավորվում են բազային ֆունկցիաների համար պատասխանատու համակարգերը, էմոցիաները, կոորդինացիան, սենսորային մշակումը եւ միայն դրանից հետո վերացական մտածողության եւ ինքնագիտակցության համար պատասխանատու հատվածները։ Հեղինակները շեշտում են, սեռերի միջև վաղ տարբերությունները ամենայն հավանականությամբ կապված են պրենատալ սեռական հորմոնների ազդեցության հետ։ Արական սեռի պտուղները ենթարկվում են տեստոստերոնի եւ էստրոգենի զգալիորեն ավելի բարձր ազդեցության։ Կենդանիների հետ գիտափորձերում հենց այս հորմոններն են ձևավորում ուղեղի ստրուկտուրայի ու վարքագծի տարբերությունները։ Այժմ գիտնականները փորձում են հասկանալ որքանով է նույն այդ մեխանիզմն աշխատում մարդու հետ։ Գիտնականներն առանձին ուշադրություն են դարձրել նյարդաբանական տարբերությունների հետ կապին։ Նրանք կարծում են, որ ուղեղի զարգացման վաղ սեռային տարբերությունները կարող են օգնել բացատրել, թե ինչու է աուտիզմը ավելի հաճախ ախտորոշվում տղաների մոտ։ Արդեն հայտնի է, որ աուտիզմով մարդիկ միջինում ենթարկվում են պրենատալ սեռական հորմոնների ավելի մեծ ազդեցության։ Հնարավոր է այս տարբերության բանալին թաքնված է հենց ուղեղի զարգացման ամենավաղ փուլերում։ Աշխատանքի հիմնական եզրակացությունը ոչ թե ուղեղի զարգացման տարբերությունների մեջ է, այլ հենց մոտեցման։ Գիտությունն այժմ ունի պատկերացում, թե ինչպես է ուղեղն աճում եւ վերակառուցվում արգանդից արտաքին աշխարհ անցնելու կրիտիկական պահին։ Իսկ սա նշանակում է, որ ապագայում հնարավոր կլինի ավելի վաղ եւ ճշգրիտ հայտնաբերել զարգացման առանձնահատկությունները։ Անլար ցանցերի ռադիոազդանշանները ավելի շատ ինֆորմացիա են պարունակում, քան մենք կարծում էինք։ Երբ Wi-Fi ալիքներն անցնում են շինությունով, դրանք արտացոլվում են պատերից, կահույքից ու մարդկանցից ձևավորելով բարդ եւ եզակի պատկեր։ Այս առանձնահատկությունը վաղուց արդեն օգտագործում են օրինակ սենյակում մարդու առկայությունը հայտնաբերելու համար։ Սակայն Karlsruhe-ի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները ցույց են տվել, որ ամեն ինչ դրանով չի ավարտվում։ Wi-Fi ազդանշանով կարելի է անգամ մարդկանց միմյանցից տարբերել։ Մինչ այժմ նման խնդիրների համար օգտագործվում էր այսպես կոչված Channel State Information կամ CSI վերլուծությունը։ Այս մեթոդը թույլ է տալիս տեսնել մարդուն ռադիոալիքի աղավաղումների միջոցով, սակայն այն ունի լուրջ թերություն։ CSI-ը պահանջում է հատուկ ներկառուցված ծրագրեր եւ աշխատում է ցանցային քարտեզների միայն սահմանափակ տեսակների հետ։ Պարզ ասած, տեխնոլոգիան գոյություն ունի, սակայն մասսայական օգտագործման համար պիտանի չէ։ Հետազոտողների թիմն ընտրել է այլ ճանապարհ։ CSI-ի փոխարեն նրանք օգտագործել են տվյալների պակաս հայտնի, սակայն շատ ավելի մատչելի աղբյուր Beforming Feedback Information-ը կամ BFI-ը։ BFI-ը ծառայողական ինֆորմացիա է, որը սովորական սարքերը, ինչպիսիք են սմարթֆոններն ու նոթբուքերը, կանոնավոր կերպով ուղարկում են Wi-Fi ռոութերին։ Այս ինֆորմացիան անհրաժեշտ է ուղղորդված ռադիոճառագայթի ձևավորման համար, որպեսզի կապը լինի ավելի կայուն եւ արագ։ Ու այստեղ թաքնված է կարևոր հանգամանք։ Տվյալները փոխանցվում են բաց տեսքով։ Դրանք չեն ծածկագրվում ու հասանելի են ցանցի գործողության շարավղում գտնվող ցանկացած սարքի համար։ Սա նշանակում է, որ վերլուծության համար չի պահանջվում հասանելիություն ցանցին։
պետք չէ կոտրել ռոութերը, չկա հատուկ սարքավորման անհրաժեշտություն։ Բավական է ունենալ ստանդարտ Wi-Fi ադապտեր, որն աշխատում է մոնիտորինգի ռեժիմում, այլ կերպ ասած սովորական նոթբուք մոտակայքում։ Գիտափորձին մասնակցել է 197 մարդ։ Հետազոտողներն ուսուցանել են ռեկուրենտ նեյրոցանցերի հիման վրա աշխատող համակարգին ճանաչել առանձին մարդկանց բնորոշ հետքերը BFI տվյալներում։ Արդյունքում նույնականացման ճշգրտությունը հասել է 99.5%-ի, ընդ որում համակարգն աշխատում է անկախ դիտարկման անկյունից եւ նույնիսկ մարդու քայլվածքի ոճից։ Նշանակալի է, որ BFI-ի վրա հիմնված մեթոդն ավելի ճշգրիտ է դասական CSI մոտեցման համեմատ, չնայած նրան, որ BFI տվյալները ունեն ավելի ցածր ժամանակային թույլատվություն։ Պարզ ասած, ինֆորմացիան ավելի քիչ է, սակայն արդյունքը ավելի ճշգրիտ։ Աշխատանքը անձնական տվյալների պաշտպանության մասին լուրջ հարցեր է բարձրացնում։ BFI-ը ժամանակակից Wi-Fi ստանդարտներում օգտագործվում է ամենուրեք, ու եթե այս տվյալներով կարելի է ոչ միայն հայտնաբերել մարդուն, այլև իմանալ, թե կոնկրետ ով է գտնվում մոտակայքում, ապա պասիվ ռադիոֆոնի մասին սովորական պատկերացումները սկսում են անհետանալ։ Wi-Fi-ը, որը հորինվել է որպես տվյալների փոխանցման հարմար եղանակ, աստիճանաբար վերածվում է անտեսանելի սենսորային համակարգի։ Այս շաբաթվա գիտական տերմինն է տերմինատորը։ Ոչ, մենք չենք խոսելու ապագայի ժամանած մարդասպան ռոբոտների մասին։ Տերմինատորը մոլորակի կամ արբանյակի մակերևույթին օրվա եւ գիշերվա միջև սահմանն է։ Այն ոչ թե հստակ գիծ է, այլ աղջամբուխջի շարժուն գոտի, որը մարմնի պտույտի ընթացքում անդադար սողում է մակերևույթով։ Հենց այստեղ են տեղի ունենում ջերմաստիճանի ճնշման եւ քամիների կտրուկ տատանումները, որոնք հատկապես նկատելի են օրինակ Լուսնի կամ Մարսի վրա։ Աստղագետների եւ մոլորակագետների համար տերմինատորը մոլորակների կլիման եւ մթնոլորտը հասկանալու բանալին է, իսկ ինժեներների համար սա ամենահարմար տեղն է։ Հավասարաչափ բաշխված լույս, չափավոր ցուրտ եւ նվազագույն էքստրեմալ պայմաններ։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։